Կյանք մահից հետո։ Պատմության ողջ ընթացքում մարդկությանը հուզել է մեկ հարց. ինչ է լինում, երբ կյանքը դադարում է։ Ինչ է տեղի ունենում այն բանից հետո, երբ վրա է հասնում այն, որից չի խուսափում ոչ մի մահկանացու։ Ինչ է տեղի ունենում մահից հետո։ Մարդկությունը հազարավոր տարիներ փորձել է պատասխանել այս հարցին։ Մահը չի շրջանցում ոչ ոքի, արժանապատիվ թագավորներից, փարավոններից մինչև հասարակ հովիվներ, իմաստուն փիլիսոփաներից մինչև քաջ զինվորներ։ Ոմանք ասել են. մահը վերջն է, անկասելի լռություն, իսկ մյուսները շշնջացել են. մահը նոր ճանապարհի սկիզբ է, որը տանում է հավերժություն։ Հին Բաբելոնում իմաստուններն ազդարարում են մահվան մութ թագավորության մասին։ Հին Հունաստանում Էպիկուրոսը վստահեցնում էր, որ մահը ոչինչ է, դատարկություն։ Իսկ աշխարհի խոշորագույն կրոններում եւ հատկապես քրիստոնեության մեջ մահը պարզապես դուռ է դեպի հավիտենություն։ Իսկ այսօր բարձր տեխնոլոգիաների դարում ոմանք շարունակում են պնդել. մարդը պարզապես մի բարդ մեխանիզմ է, երբ մեքենան կանգ է առնում, ամեն բան ավարտվում է։ Բայց արդյոք դա այդպես է։ Արդյոք մահը պարզապես օրգանական մեխանիզմների փլուզում է։ Արդյոք մեր սրտի խորքում եղող ձայնը, որը փափագում է հավերժության, սուտ է։ Միթե կյանքը սահմանափակվում է պարզապես մի քանի տասնամյակ շնչելու եւ հետո անդարձ անհետանալու ցավալի իրողությամբ։ Թե մահից հետո սկսվում է մի նոր ճամփորդություն, որը դեռ լիարժեք բացահայտված չէ գիտականորեն, սակայն հուշում է իր մասին։ Ժամանակակից աշխարհում հետազոտողները հաճախ հայտարարում են. մարդը պարզապես նյարդերի, քիմիական նյութերի եւ էլեկտրական ազդակների արդյունք է։ Երբ ուղեղը կանգ է առնում, ամեն ինչ ավարտվում է։ Այս տեսակետը սովորական է դարձել եւ շատերը հաճախ առանց կասկածելու եւ խորը ուսումնասիրելու ընդունում են այն։ Բայց գիտությունը հենց ինքը երբեմն բացում է դռներ, որոնք մեզ տանում են դեպի այլ իրականություն։ Այսօր կխոսենք հենց դրա մասին։ 1975 թվականին ամերիկացի մի երիտասարդ բժիշկ Ռայմոնդ Մոուդի անունով հրատարակեց մի գիրք, որը հեղափոխական դարձավ իր ժամանակների համար։ Գիրքը կոչվում էր «Կյանք կյանքից հետո», անգլերեն Life After Life։ Գիրքը հիմնված էր տասնյակ մարդկանց պատմությունների վրա, ովքեր կարճ ժամանակով մահացած էին համարվել, բայց հետ վերադառնալով նկարագրում էին անհավատալի փորձառություններ։ Այդ մարդիկ ասում են, որ տեսել են, թե ինչպես են իրենց մարմինը թողնում եւ վերևից տեսնում իրենց անգիտակից վիճակում պառկած։ Պատմում էին, որ անցնելիս են եղել մութ թունելով, որի վերջում պայծառ լույս է երևացել։ Հանդիպել էին լուսավոր էակների, ովքեր խոսել են իրենց հետ։ Վերապրել էին անսահման խաղաղություն եւ անսահման սիրո զգացում։ Սկզբում այս ամենը դիտարկվում էր պարզապես որպես տեսիլք կամ երազ, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սա չէր կարելի պարզապես տեսիլ կամ երազ համարել, որովհետև շատերը այդ ընթացքում տեսել են նաև իրական դեպքեր, իրենց հարազատների խոսակցությունները, բուժանձնակազմի գործողությունները եւ այլ բաներ, որոնց մասին ֆիզիկապես ի վիճակի չէին իմանալ։ Մուդիի աշխատանքը առաջ քաշեց մի նոր եզրույթ՝ մահամերձ փորձառություն, անգլերեն Near-Death Experience։ Գիտական աշխարհը սկզբում կասկածանքով ընդունեց դա, բայց հարցերը մնացին։ 1980-ականներին հետազոտությունները ել ավելի խորացան։ Այնպիսի գիտնականներ եւ բժիշկներ, ինչպիսիք էին Մայքլ Սաբոմը եւ Քենեթ Ռինգը, սկսեցին համակարգվածորեն ուսումնասիրել հարյուրավոր մահամերձ փորձառության պատմություններ։ Նրանք նկատեցին զարմանալիորեն ընդհանրական առանձնահատկություններ, անկախ տարիքից, մշակույթից կամ կրոնից։ Թունելի զգացողություն, լուսեղեն էակների հանդիպում, մարմնից դուրս գալու եւ ընդհանուր պատկերը տեսնելու փորձառություն, խորագույն սիրո եւ իմաստության զգացում։ Բազմաթիվ դեպքերում հիվանդները պատմում էին այնպիսի մանրամասներ, որոնք չեն կարող իմանալ բնական ճանապարհով։ Օրինակ, ինչ էր կատարվում վիրահատարանում, երբ նրանց սրտի աշխատանքը կանգնած էր։ Այս ամենը սկսեց լրջորեն կասկածի տակ դնել այն մոդելը, ըստ որի գիտակցությունը սոսկ ուղեղի արդյունք է։ Իսկ արդեն 21-րդ դարում բժշկական գիտությունը ավելի խիստ չափանիշներ կիրառեց։ Հետազոտողները որոշեցին փաստել միայն այն դեպքերը, որոնք լիովին հաստատվում են բժշկական գրառումներով՝ սրտի կանգ, ուղեղի բիոէլեկտրական ակտիվության բացակայություն եւ այլն։
2008 թվականին ամերիկացի բժիշկ դոկտոր Սեմ Փարնյան սկսեց AWARE ծրագիրը, անգլերեն Awareness During Resuscitation, գիտակցություն վերակենդանացման ընթացքում նախագիծը։ 2 փուլով տևած այս նախագիծը դիտարկեց ավելի քան 2000 կլինիկական մահ տարած և սրտի կանգ ունեցած հիվանդների, իսկ արդյունքները ուղղակի ապշեցուցիչ էին։ Մարդկանց զգալի մասը հաղորդում էր գիտակցական փորձառությունների մասին կլինիկական մահվան ընթացքում։ Որոշ դեպքերում մարդիկ կարողացել էին հիշել փաստացի տեղեկություններ, որոնք տեղի էին ունեցել այդ ընթացքում և հաստատվում են բժիշկների կողմից։ Փարնյան եզրակացրեց. գիտակցությունը հնարավոր է պահպանվում է մահվան կլինիկական գործընթացից հետո։ Փարնյան և իր թիմը հետագայում իրենց ուսումնասիրությունները հրապարակեցին գիտական այնպիսի լուրջ ամսագրերում, ինչպիսիք են Resuscitation-ը և Frontiers in Human Neuroscience-ը։ Այս ամենից հետո սա այլևս միայն փիլիսոփայական հարց չէր և դարձավ գիտական խնդիր։ Իսկ ինչ է կլինիկական մահը։ Կլինիկական մահը այն վիճակն է, երբ մարդու սիրտը կանգ է առնում, շնչառությունը դադարում է։ Սրտի կանգից հետո ուղեղը դադարում է թթվածին ստանալ։ 10-ից 15 վայրկյանից մարդը կորցնում է գիտակցությունը։ 2-ից 3 րոպե անց ուղեղային ակտիվությունը հավասարվում է գրեթե 0-ի, իսկ 4-ից 6 րոպե հետո սկսվում է նեյրոնների անդառնալի մահ, եթե թթվածինը չվերականգնվի։ Սակայն այս վիճակը դեռ վերջնական մահը չէ։ Շատ կարճ ժամանակվա ընթացքում, սովորաբար 4-ից 6 րոպե, մարդուն հնարավոր է վերակենդանացնել, եթե շտապ օգնություն ցուցաբերվի։ Օրինակ սրտի մերսում, դեֆիբրիլյացիա կամ արհեստական շնչառություն։ Իսկ եթե դրանք էլ արդեն չեն օգնում, վրա է հասնում կենսաբանական կամ ֆիզիոլոգիական մահը, որն արդեն անդառնալի է։ Մահամերձ փորձառություններ ունեցած մարդիկ սովորաբար կլինիկական մահ ապրածներն են։ Այս վիճակում ուղեղը շատ հաճախ արդեն չի աշխատում կամ աշխատում է շատ թույլ։ Սրանով է հատկապես հետաքրքիր, որ մարդիկ ունենում են գիտակցական փորձառություններ, երբ տեսականորեն պետք է ոչինչ չզգային։ Մոուդի, Սաբոմի, Ռինգի և Փարնյայի կատարած հետազոտություններում եղել են դեպքեր, երբ մարդիկ զգայական փորձառություններ են ունեցել այն ժամանակ, երբ կլինիկական մահի մեջ են եղել 3 րոպեից ավելի, և հստակ արձանագրվել է, որ նրանց ուղեղի ակտիվությունը զրոյական է եղել։ Բայց նրանք հիշել են վիրահատարանում տեղի ունեցած բաներ, որոնք ֆիզիկապես չէին կարող տեսնել կամ լսել։ Հոլանդացի հայտնի սրտաբան Պին վան Լոմելը 2001 թվականին Lancet գիտական ամսագրում հրատարակել է մի հոդված Near-Death Experience in Survivors of Cardiac Arrest, a Prospective Study in Netherlands, The Lancet 2001։ Այս հոդվածում նա պատմում է իր կատարած հետազոտություններից մեկի ընթացքում արձանագրված դեպքերի մասին, որում նշվում է. տղամարդը 44 տարեկան էր։ Նա տառապում էր սրտի հիվանդությամբ և ունեցավ սրտի կանգ, կլինիկական մահ։ Վիրահատարանում բժիշկները սկսեցին նրան վերակենդանացնելու գործընթացը, օգտագործելով արհեստական շնչառություն և դեֆիբրիլյացիա։ Նրա սիրտը լրիվ կանգնած էր, նրա շնչառությունը դադարել էր, իսկ ուղեղի էլեկտրական ակտիվությունը բացակայել էր, զրոյական գրանցում։ Վերակենդանացումից հետո, երբ նա արթնացավ, պատմեց, որ զգացել էր, որ լքել է իր մարմինը, նայում էր վիրահատարանին վերևից շատ հստակ մանրամասներով։ Ինչպես նաև նկարագրել էր, որ բժիշկներից մեկը հանել էր իր արհեստական ատամնաշարը վերակենդանացման ընթացքում և այն դրել էր մի կոնկրետ տախտակի վրա, սենյակի անկյունում։ Նա տեսել էր, թե ով էր պահում ատամնաշարը և որտեղ էր դրել այն։ Հետագայում հաստատվեց, որ իրոք ատամնաշարը հանվել էր, իրոք այն դրվել էր հենց այնտեղ, որտեղ նա նկարագրել էր։ Քանի որ նրա ուղեղի էլեկտրական ակտիվությունը հավասար է եղել 0-ի, այդ պահին նա եղել է ամբողջությամբ անգիտակից։ Բժիշկները և բուժքույրները արձանագրել էին, որ հիվանդը եղել է լիարժեք կլինիկական մահացած վիճակում, սրտի կանգով և ուղեղային արձագանքի բացակայությամբ։ Վան Լոմելը եզրակացրել է. Այս դեպքը, ինչպես նաև մեր հետազոտության այլ տվյալները, ցույց են տալիս, որ գիտակցությունը կարող է շարունակվել և գործել կլինիկական մահվան պայմաններում, ուղեղային ակտիվության բացակայությամբ։ Մատերիալիստ հետազոտողները այս ամենի մասին սովորաբար անում են հետևյալ պնդումները։ Կլինիկական մահից հետո ուղեղը կարճ ժամանակով ակտիվանում է, և մահամերձ փորձառությունները գալիս են այդ հանկարծակի ակտիվության արդյունքում։ Սակայն
Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ակտիվությունը տևում է 20-ից 30 վայրկյան։ Իսկ մամերս փորձառություններ ապրած մարդիկ հաճախ պատմում են երկարատև զգացողություններ, փորձառություններ, որոնք տեղի են ունենում բավականին երկար ժամանակի ընթացքում, բարդ հիշողություններ եւ նույնիսկ շատ հստակ արտաքին իրականության ընկալում։ Ուղեղի 20-ից 30 վայրկյան ակտիվությունը չի կարող բավարար լինել նման բարդ, շարունակական եւ կառուցվածքային փորձառությունների համար։ Փորձերը ցույց են տալիս, որ ոչ բոլոր կլինիկական մահ վերապրող մարդկանց մոտ է նկատվում այս կարճատև ակտիվության ալիքը, իսկ մամերս փորձառություններն լինում են ոչ միայն կլինիկական մահ ունեցող մարդկանց մոտ։ Այսինքն, եթե պատճառը իրապես ուղեղի մեխանիկական ակտիվությունն է, ապա այն պետք է լիներ բոլորի մոտ։ Սակայն լինում են մամերս փորձառության դեպքեր, երբ մարդը կլինիկական մահտարած չի լինում եւ օրինակ կոմայի մեջ է։ Դրանից բացի, ինչպես նշեցինք, օրինակ Պին Վան Լոմելի հրապարակած դեպքը կամ Սեմ Փարնիայի Aware առաջին եւ երկրորդ ծրագրերի դեպքերը մարդիկ հաղորդում են իրական ֆիզիկական մանրամասների մասին, օրինակ ինչ էին անում բժիշկները եւ ինչ են խոսում այն ժամանակ, երբ կլինիկական մահ վերապրած մարդու ուղեղում գրանցվել էր զրոյական ակտիվություն։ Բնականաբար այս ամենը չի կարող պարզապես բացատրվել ուղեղի 20-ից 30 վայրկյան ակտիվանալու մատերիալիստների կողմից առաջարկված վարկածով։ Մեկ այլ տարբերակ էլ առաջարկվում են, որ մահամերձ փորձառությունները առաջանում են ուղեղի կենսաքիմիական փոփոխություններից եւ թթվածնային պակասից կամ հիպոքսիայից, որը առաջ է բերում ուժեղ հալյուցինացիաներ մահվան մոտեցման պահին։ Այսինքն, մատերիալիստ գիտնականները ասում են, երբ մարդը մահանում է, ուղեղը սկսում է տառապել թթվածնի պակասից։ Այդ ծանր ֆիզիոլոգիական վիճակը առաջացնում է շատ ուժեղ պատկերներ, լույսեր, թունելներ, էյֆորիա եւ այլն։ Եվ դա անցալվում է որպես մահից հետո կյանք, բայց իրականում դա ուղղակի քայքայման երևույթ է։ Սակայն մամերձ փորձառությունները չեն սահմանափակվում միայն լույսի եւ թունելի զգացողություններով։ Փաստացի մամերձ փորձառությունները շատ ավելի բարդ են, քան պարզապես լույսի կամ թունելի հալյուցինացիաները։ Ինչպես արդեն մի քանի անգամ նշեցինք, մարդիկ պատմում են մտքի հստակության մասին, խոսում են իմաստալից երկխոսությունների մասին լուսեղեն էակների հետ, ներկայացնում են արտաքին իրականության ճշգրիտ ընկալումներ, օրինակ վիրահատարանում տեղի ունեցած իրադարձությունների հիշելը։ Սրանք անհամեմատ ավելի բարդ են, քան պարզապես օպտիկական հալյուցինացիաները։ Սովորական հիպոքսիայից առաջացած հալյուցինացիաները քաոսային եւ անհեթեթ են եւ չեն ունենում հստակ կարգավորված կառուցվածք։ Ինչպես նաև հաստատված է այն փաստը, որ ոչ բոլոր կլինիկական մահ վերապրած մարդիկ են ունենում մահամերձ փորձառություն։ Եթե հիպոքսիան լիներ միակ պատճառը, ապա կլինիկական մահապրած բոլոր մարդիկ պետք է ունենային մահամերձ փորձառություն։ Բայց իրականում մահամերձ փորձառություններ ունենում են միայն 10-ից 20% մարդիկ։ Օրինակ Aware Project-ի արդյունքներով մոտ 9-ից 10%-ն է հաղորդել գիտակցական փորձառությունների մասին։ Այսինքն, թթվածնի պակասը լինում է բոլորի մոտ, բայց մահամերձ փորձառությունները միայն որոշների մոտ։ Այդ իսկ պատճառով միայն թթվածնի պակասը չի կարող դրա պատճառը լինել։ 2008 թվականին ճանաչված նեյրովիրաբույժ Հարվարդի բժշկական ուսումնարանի դասախոս դոկտոր Էբեն Ալեքսանդրը վարակվել էր ծանր բակտերիալ մենինգիտ էնցեֆալիտով։ Ըստ կատարված հետազոտությունների, նրա նեոկորտեքսը, ուղեղի բարձրագույն կենտրոնը, որը պատասխանատու է գիտակցության, հիշողության եւ զգացողությունների համար, ամբողջությամբ անջատված էր, եւ նրա բժշկական փաստաթղթերով այդ ամենը հաստատված էր։ Նա ընկել էր խորը կոմայի մեջ 7 օր շարունակ։ Նրա ուղեղը չէր գործում։ Չկար զգայություն, չկար հիշողություն, չկար ինքնագիտակցություն։ Բժիշկները հաստատել են նման վիճակում հալյուցինացիա կամ երազում ունենալու ֆիզիոլոգիական անհնար լինելը։ Եվ հենց այդ ժամանակ Էբեն Ալեքսանդրը վերապրել է վառ, հստակ եւ ինտենսիվ փորձառություն, մարմնից դուրս մի վայրում, որտեղ սիրո եւ լույսի անսահման ուժ կար։ Դրա մասին նա ասել է. «Իմ կոմայի ընթացքում իմ նեոկորտեքսը ամբողջությամբ անջատված էր։ Չկար որևէ ակտիվություն, որը կարող էր ստեղծել իմ ունեցած պատկերները։ Իմ գիտակցությունը գոյություն ուներ ֆիզիկական ուղեղից դուրս»։ Կարևոր է նաև խոսել մի հետաքրքիր դետալի մասին, որը Ալեքսանդրը նշել է իր գրքում իր այդ փորձառության մասին։ Ըստ նրա, երբ նա գտնվում էր խորը կոմայի մեջ 7 օր շարունակ, այդ ժամանակ պայծառ եւ խաղաղ աշխարհում նրան դիմավորել է մի կին, որին նա երբեք չէր տեսել։ Այդ կինը պայծառ եւ հանգիստ դեմք ուներ, բաց վառ աչքեր, շքեղ շիկայր մազեր, հագնված էր պարզ ու գեղեցիկ հագուստով։ Կինը չի խոսել նրա հետ, բայց նրան հզոր սիրո եւ խաղաղության զգացողություն է փոխանցել։
որից հետո Էբենը զգացել է անսահման սեր եւ ընդունվածություն։ Էբեն Ալեքսանդրը եղել է որդեգրված եւ վերադառնալուց հետո սկսել է հետաքրքրվել իր կենսաբանական ընտանիքով։ Եվ երբ գտել է իր կենսաբանական ընտանիքի անդամներին, նրանք իրեն ցույց են տվել իր մահացած հարազատ քրոջ լուսանկարը։ Ըստ Էբենի, երբ նա տեսավ լուսանկարը, շոկ ապրեց։ Դա ճշգրիտ նույն աղջիկն էր, ում նա տեսել էր իր մահամերձ փորձառության ընթացքում։ Նույն դեմքը, նույն աչքերը, նույն ժպիտը, նույն սերը։ Նա այդ աղջկա մասին չէր կարող իմանալ իր գիտակցական հիշողությամբ, քանի որ երբեք չէր ճանաչել նրան եւ նույնիսկ չէր էլ իմացել նրա գոյության մասին։ Այս ամենի մասին Ալեքսանդրը իր գրքում գրում է. «Ես հասկացա, որ իմ տեսած աղջիկը իմ իսկական քույրն էր, որը ամբողջ կյանքի ընթացքում անհայտ էր ինձ համար։ Նա էր, որ եկավ դիմավորելու ինձ այն աշխարհում, եւ ես հասկացա, որ մահը պարզապես ճամփորդության շարունակությունն է»։ Սա չի կարելի բացատրել հուշերի կամ երազների միջոցով, քանի որ Էբենը գիտակցաբար երբեք չէր տեսել իր քրոջը, եւ նա չէր կարող մտածել կամ երևակայել մի մարդու մասին, ում գոյության մասին չգիտեր։ Սա ցույց է տալիս, որ մահամերձ փորձառության ընթացքում նա զգում էր իրական գոյություն ունեցող անձի ներկայություն, որը ֆիզիկական կյանքում անհայտ էր իրեն։ Այս պատմությունը ամբողջությամբ եւ ել ավելի խորը դետալներով ներկայացված է Էբեն Ալեքսանդրի Դրախտի ապացույցները նեյրովիրաբուժի ճամփորդությունը մայրցային կողմ, անգլերեն Proof of Heaven, Neurosurgeon's Journey into the Afterlife գրքում։ Էբեն Ալեքսանդրը միակը չէ, ով այսպիսի փորձառություն է ունեցել։ Այսպիսի դեպքերը բազմաթիվ են, որոնք վկայում են, որ մահը մեր գոյության վերջը չէ։ Այս բոլոր պատմությունները վկայում են այն մասին, որ մարդու հոգին իրականում անկախ է նրա մարմնից, եւ երբ մահանում է մարմինը, հոգին մարմնի հետ միասին չի մահանում, այլ շարունակում է իր գոյությունը։ Այս մասին փիլիսոփաները խոսել են դեռևս անտիկ ժամանակներից։ Ըստ Պլատոնի, եթե հոգին անկախ է մարմնից եւ չունի նյութական կառուցվածք, ապա այն չի կարող մեռնել այնպես, ինչպես մեռնում է մարմինը։ Փիլիսոփայության մեջ սա կոչվում է հոգու ոչ նյութականության արգումենտ։ Այս կարծիքը կիսում էր նաև նորագույն ժամանակների փիլիսոփա Ռենե Դեկարտը։ Էմանուել Կանտն էլ իր հերթին հոգու անմահությունը կապում էր օբյեկտիվ արդարության իրականության հետ, ասելով. «Եթե մենք հավատում ենք արդարությանը, ապա պետք է ենթադրենք մի կյանք մահից հետո, որտեղ այդ արդարությունը կկատարվի։ Սա է բարոյական արդարության արգումենտը։ Այսինքն, եթե մարմնական մահը դա մարդու գոյության ավարտն է, ուրեմն այն օբյեկտիվ արդարությունը, որին ձգտում են բոլոր մարդիկ, իրականում գոյություն չունի, եւ ֆիզիկական մահով հոդս են ցնդում արդարության եւ բարոյականության մասին բոլոր գաղափարները։ Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ գիտությունն առաջ է շարժվում ահռելի արագությամբ, բայց միևնույն ժամանակ շատերը մոռանում են կյանքի ամենամեծ հարցը. իսկ ինչ կլինի մահից հետո։ Այսօր մենք ունենք իրական մարդկանց վկայություններ, գիտական հետազոտություններ եւ փիլիսոփայական հարցադրումներ, որոնք միաձայն մատնանշում են. մահը մարդու գոյության վերջին էջը չէ, այլ մի նոր սկիզբ։ Ոչ ոք մեզանից չի կարող խուսափել այդ ճանապարհից, բայց ճշմարտությունը փնտրելն ու դրան պատրաստ լինելը հենց այն է, ինչը մեզ մարդ է դարձնում։ Կյանքը վերջ չի ունենում այնտեղ, որտեղ լռում է սիրտը։ Հնարավոր է, որ իրական պատմությունը սկսում է հենց դրանից հետո։